Դուք դիտում եք առաջին լրատվականի հիմնական թողարկում բարի երեկո, առաջարկում եմ նախ մի քանի տողով ծանոթանալ մեր լրազամբյուղին։ Ադրբեջանական դիվերսիոն փորձերը շարունակվում են հայկական զույգ պետությունների սահմանի երկայնքով։ Հակառակորդն ունի 4 զոհ, այդ թվում պրոֆեսիոնալ դիպուկահար։ Հայկական կողմը խոստանում է ավելի անողոք ու անկանխատեսելի հետևանքներով պատասխանել Բաքվի սադրանքներին։ Ադրբեջանի բանտերում շինծ ու մեղադրանքներով կա մոտ 100 քաղ բանտարկյալ։ Գերմանական մամուլն անարգանքություն է գամում ժողովրդավարի քողով Գերմանիա այցելած Իլհամ Ալիևին։ Արքան մեռավ, կեցցե արքան, Սաուդյան Արաբիայում սգում են 91-ամյա հանգուցյալ թագավորի մահը և հավատարմության երդում տալիս նոր միապետին Սալման բին Աբդիլազիզ ալ Սաուդին։ Թեժ մարտերը շարունակվում են Դոնբասում, Կիևն ու աշխարհազորայինները խոստանում են այլևս չխոսել հրադադարի մասին։ Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C-ով վարակվածության դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ, չեն պահպանվել սանիտարական և վարակազերծման նորմերը։ 50 էջ հայոց ցեղասպանության մասին թուրքական եղեռնագործության, Անկարայի ժխտողականության ու հայերի հայրենազրկման մասին հոդվածաշարը հրատարակվել է ֆրանսիական հեղինակավոր լիստողի ամսագրում։ Պատերազմական Հալեպից հայոց հոգևոր գանձարան, 14 հնատիպ գրքեր ու 1 ձեռագիր մատյան, Հալեպահի մանկավարժը նվիրաբերել է հավիտենական տիրոջը մատենադարանին։ Եվ այսպես հայկական զույգ հանրապետությունների Ադրբեջանի հետ սահմանի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակում է դիվերսիաների և հարձակումների մարտավարությունը։ Իրավիճակի լարման ադրբեջանական ավանդական ձեռագիրն այս անգամ էլ հանդիպել է հայկական կողմի արժանի պատասխանին։ Հակառակորդի արկածախնդրությունն արժեցել է իր 4 զինվորականի կյանքը, որոնցից մեկը պրոֆեսիոնալ դիպուկահար։ Ցավոք, կորուստներ ունի նաև հայկական կողմը։ Հաշվի չնստելով իրենց մեծաթիվ կորուստների հետ, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մարտավարապես անիմաստ դիվերսիաներ իրականացնել։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվն անցնում է 300-ից։ Այսօր առավոտյան ժամը 9-ի սահմանում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ։ Հայկական բանակի ստորաբաժանումները նրանց ժամանակին հայտնաբերել են և մարտ է սկսվել, որը տևել է կես ժամ։ Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել։ Ադրբեջանական դիվերսիաների հետևանքով ցավոք հայկական կողմում արձանագրվել է 2 զոհ և վիրավորներ։ Հայրենիքի սահմանը պաշտպանելիս զոհվել են լեյտենանտ Կարեն Գալստյանը և շարքային Արտակ Սարգսյանը։ Վիրավորվածի վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։ Լարվածության ողջ պատասխանատվությունը և հետևանքները մնում են ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության խղճին։ Հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք ու դրանց հետևանքներն արդեն ոչ մի սահմանափակումով հնարավոր չի լինելու թաքցնել։ Իսկ Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր։ Հակառակորդին դիմագրավելու ընթացքում մեր բանակը կորուստներ չի ունեցել, նախնական տվյալով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ, անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների։ Նույն Ղարաբաղյան ճակատում ադրբեջանական ևս մեկ արկածախնդրություն դարձյալ ավարտվել է հակառակորդի կորուստով։ Արցախի հարավում մեկ դիպուկահար խմբի հրամանատար է ոչնչացվել դիպուկահար հայուհու կրակից։ Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականությունը սեփական զինվորների ու նրանց հարազատների հանդեպ։ Ադրբեջանի քաղաքացիները պետք է իմանան, որ իրենց զավակները ոչ միայն զոհվում են, այլ նաև անարգվում սեփական ղեկավարության կողմից։ Եվ քիչ առաջ ստացված տեղեկատվության համաձայն ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են պայմանագրային զինծառայող 26-ամյա Նիզամի Շամիլօղլու Բաբաշովի մահվան մասին։ Զինծառայողն ըստ այդ աղբյուրների սպանվել է զենքի հետ անզգույշ վարվելու և դրա արդյունքում արձակված կրակոցի հետևանքով։ Դեպքի առթիվ զինդատախազությունը հարուցել է քրեական գործ, նման տեղեկություն հունվարի 23-ին հայտնել է ադրբեջանական Կավկաս ինֆո լրատվական կայքը վկայակոչելով պաշտպանության նախարարությանը։ Նշենք սակայն, որ չի հստակեցվում, թե երբ է գրանցվել միջադեպը։ Լրատվամիջոցը հրապարակել է նաև լուսանկարներ Բաբաշովի ուղարկավորումից, որոնցից պարզ է դառնում, որ նրան թաղել են պատվո պահակախմբի մասնակցությամբ, պատվո համազարկով և բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ։
ինչը խիստ տարօրինակ է զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ կյանքից զրկված զինծառայողին հուղարկավորելու պարագայում։ Հավանական է, որ Բաբաշովն իրականում վերջին օրերին հայկական ուժերի գործողությունների արդյունքում ոչնչացվածներից մեկն է։ Իդեպ մեկնաբանելով այս լուրը Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրել է. Ենթասպաներին կանոնադրությամբ առանց պատվո պահակախմբի են թաղում։ Կարծում ենք, սա ամեն ինչ փչացրեց Ադրբեջանի համար։ Ենթասպային այսպես են թաղում միայն հերոսացնելով, այս թաղումը նկարողին էլ բնականաբար կձերբակալեն, սակայն արդեն ուշ է։ Մեջբերման ավարտը։ Բաքուն պետք է հասկանա, որ Ստեփանակերտն ավելի ուժեղ է իրենից, քաղաքական ու անվտանգային այս ուղերձ հրամայականով է կայուն տարածաշրջան պատկերացնում Արցախի նախագահը։ Բակո Սահակյանն այսօր գլխավորել է հայկական երկրորդ հանրապետության գործադիրի 2015-ի անդրանիկ նիստը, որը տնտեսական զարգացման առաջնահերթություններին զուգահեռ քննարկել է նաև երկրի ինքնիշխանությանը սպառնացող ադրբեջանական ոտնձգություններին արժանիորեն դիմակայելու հարցը։ Մերի Դավթյանն է պատմում։ Հակառակորդի ապակառուցողական քաղաքականության եւ զինադադարի ռեժիմի կիրառվող զինատեսակների եւ իրականացվող գործողությունների տեսանկյունից նոր որակ ստացած խախտումների պայմաններում Արցախի հանրապետությունը շարունակում է իր բնականon կենսագործունեությունը եւ միանգամայն պատրաստ է դիմակայելու առկա մարտահրավերներին։ Այս ընդգծումն այսօր հնչել է Արցախի կառավարության այս տարվա անդրանիկ նիստին, որը վարում էր հանրապետության նախագահը։ Բակո Սահակյանն իր խոսքում անդրադառնալով երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր պայմաններին նշել է, որ շարունակվում են լայնածավալ աշխատանքներ տարվել Արցախի պաշտպանական համակարգի ուժեղացման, զինված ուժերի մարտական պատրաստվածության բարձրացման եւ առաջնագծի ամրապնդման ուղղություններով։ Մեր զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը սահմանների ողջ երկայնքով եւ արժանի հակահարված են տալիս թշնամու բոլոր ոտնձգություններին։ Մեր հակառակորդն անկանխատեսելի է, ինչը պահանջում է միշտ լինել զգոն եւ պատրաստ արժանի հակահարված տալու մեր անկախության եւ անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության։ Թշնամին միշտ պետք է իմանա, որ մենք ավելի ուժեղ ենք եւ հենց դա է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման հուսալի գրավականներից մեկը։ Արցախը երբեք արհեստական արգելքներ չի ստեղծել հակամարտության բանակցային գործընթացում, իսկ ահա Ադրբեջանի ամենասադրիչ եղանակներով խոչընդոտները լուրջ դժվարություններ են ստեղծում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության համար։ 2015-ին հայկական երկու հանրապետությունների քաղաքական օրացույցը հագեցած է լինելու համազգային ու համապետական նշանակության կարևոր իրադարձություններով, որոնք նույնպես գրգռում են Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հակահայկական տրամադրությունները։ Այս միջոցառումները լրացուցիչ զգոնություն ու պատրաստվածություն են պահանջելու առաջին հերթին զինված ուժերից եւ ուժային մյուս կառույցներից այն առումով, որ նման ժամանակահատվածներում հակառակորդը որպես կանոն դիմում է սադրիչ գործողությունների, կոպտորեն խախտում է զինադադարի ռեժիմը եւ զանազան փորձեր ձեռնարկում իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ։ Այլախոհներին հետապնդող ու քաղբանտարկյալների բանակ ձևավորող պետությունը տարբեր երկրներում ու ատյաններում պաշտպանություն է հայցում դիվերսիոն խմբի ահաբեկչի համար։ Իր ելույթում Բակո Սահակյանը պատասխանել է նաև այդ գործողություններին։ Արցախի հանրապետությունը քաղաքակիրթ եւ ժողովրդավարական երկիր է եւ մենք հաշվեհարդար չենք տեսնում գերեվարված դիվերսանտների հետ։ Նրանց հանդեպ իրականացվել է բաց ու թափանցիկ դատավարություն, ինչը մենք կարևոր ենք համարում իրավական, քաղաքական եւ բարոյական տեսանկյուններից։ Արցախի հանրապետության առջև ծառացած են բարդ ու պատասխանատու խնդիրներ։ Այդ համատեքստում Արցախի ղեկավարը կառավարության անդամներից ակնկալում է ակտիվ, արդյունավետ ու համակարգված աշխատանք ուղղված Արցախի բարեկեցությանը։ Մերի Դավթյան, Մհեր Մկրտչյան, Առաջին ալիք։ Պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ գումարված համալսարանի խորհրդի նիստում ռեկտորը հանդես է եկել զեկույցով ներկայացրել բուհի 2014-ի ուսումնագիտական եւ ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները։ Կորյուն Աթոյանն ընդգծել է, որ բուհի հիմնական խնդիրն է եղել եւ շարունակում է մնալ աշխատաշուկայում մրցունակ եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը։ Հովիկ Աբրահամյանն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ համալսարանի ղեկավարությունն աշխատակազմը ջանքեր չեն խնայել 2014 թվականի համալսարանի առջև դրված խնդիրներ լուծելու, մերօրյա մարտահրավերներին դիմագրավելու եւ զարգացում ապահովելու հարցում։ Համալսարանի միջազգանացման ճանապարհին կարևոր իրադարձություն էր բրիտանական բիզնես դպրոցի բացումը, որը ողջունել է եւ պետք է շարունակի ղեկավարությունը ավելի զարգացնելու եւ ավելի մեծ թվով գործընկերներ ունենալու համար արտերկրում։ Համալսարանը նաեւ հաջողությամբ շարունակում է Տեմպուսի ծրագրերը, որը նույնպես ողջունել է,
Այս ամենը իր զգալի նպաստը կբերի համալսարանի մրցունակության բարձրացմանը միջազգային ասպարեզում։ Նոր որակ է ստացել նաև համալսարանի գիտահետազոտական կյանքը։ Մասնագիտական տարին է ամփոփել ԴՀԿ գլխավոր հարկադիր կատարողի ներկայացրած ցուցանիշներով պետբյուջեը ավելի շատ փող է մտել, քան նախորդ տարում։ Միրան Պողոսյանն նաև խոսել է վարորդների համար շահավետ օրենսդրական վերջին փոփոխության մասին։ Հիշեցնեմ, եթե վարում եք մեքենա, խախտում եք կատարել, տուգանվել, հարկադիրից էլ տուգանքի նվազագույնը կրկնապատկման ծանուցագիր ստացել ու չեք վճարել, ապա մինչև ընթացիկ տարվա 6-րդ ամիսը տուգանքը վճարելու դեպքում կազատվեք տուգանքի չափի ավելացված մասը վճարելու պարտավորությունից։ Վահե Կոստանդյանն է մանրամասնում։ 38 միլիարդի բռնագանձված ու վերականգնված գումար դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից նախորդ տարվա 20 միլիարդի դիմաց։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ամփոփել է 2014-ի ցուցանիշները։ Անցած տարվա համեմատ քառակի ավելացել է ԴՀԿ ընդունված վարույթների քանակը։ 123,000 վարույթի դիմաց 2014-ին ԴՀԿ-ն հարուցել է 471,000 գործ։ Պետբյուջեը մուտքագրվել 21 միլիարդ 754 միլիոն դրամ։ 2014-ի օրենսդրական փոփոխություններից հետո եղել են վարույթներ, որոնցով վերականգնվել են նաև պարտապանի իրավունքները։ Դեկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվեց վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքում փոփոխությունները, մինչև 2012 թվականի հունվարի 1-ը մեր վարորդներ, որոնք խախտել են երթևեկություն այդ ժամանակահատվածում ընդհանրապես ազատվում են որևիցե գումար վճարելուց։ Դեռևս հուլիսին ուժի մեջ մտավ նաև եռապատիկ եւ հնգապատիկ տուգանքների փոխարեն տուգանքը 25 եւ 50%-ով ավելացնելու օրենքը։ Այսինքն այս երկու օրենքների փոփոխությունները առաջինը համաներման տեսքով իհարկե, սա բավականին լուրջ գործառույթ էր, որը իրականացվեց պարտապանների համար։ 2012-ի հունվարի 1-ից մինչև 2015-ի հունվարի 9-ը իրավախախտում կատարած պարտապանները մինչև 2015 թվականի հուլիսի 9-ը կարող են վճարել վարչական ակտերով նախատեսված տուգանքների գումարը կամ ներկայացնել այն վճարած լինելու ապացույց, ազատվելով տուգանքի չափի ավելացած մասը եւ կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից։ Անցած տարվա խնդիրներից Միրան Պողոսյանն առանձնացրեց չնչին գումարների պատճառով քաղաքացու բոլոր հաշիվների սառեցումը։ Պատճառն ըստ գլխավոր հարկադիր կատարողի տեղեկատվական տեխնոլոգիաների ոչ համակցվածությունն էր։ Վարչապետի հանձնարարականով ստեղծվեց խումբ, բոլորը հիշում եք, եւ այդ խումբը կարողացավ արագ կերպով լուծել այդ խնդիրը։ 2015-ը ԴՀԿ-ի համար նշանակալի տարի է լինելու։ Նախ կառույցն անդամակցելու է ԴՀԿ միջազգային կազմակերպությանը, բոլոր մարզերում բացվելու են արագ սպասարկման գրասենյակներ, կգործի նաև առցանց վճարման տարբերակը։ Վահե Կոստանդյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին ալիք։ Ամփոփելով մասնագիտական 2014-ը կադաստրի պետական կոմիտեի նախագահը նշել է, որ անցած տարի կնքվել է ավելի քան 39,000 գործարք, 8,3%-ով ավելի 2013-ի համեմատ։ Անցած տարի Երևանում անշարժ գույքի գներն աճել են միջինը 1,8%-ով։ Կենտրոն վարչական շրջանում բնակարանները թանկացել են 3,5%-ով եւ կազմել շուրջ 427,000 դրամ 1 քառակուսի մետրի դիմաց, ամենաայժան բնակարաններն էլ եղել են Նուբարաշենում 1 քառակուսի մետրի միջին գինը 273,000 դրամ։ Մարտին Սարգսյանի խոսքով մարզերում անշարժ գույքի գինը եղել է 1 քառակուսի մետրը միջինը 86,000 դրամ, ինչը 2013 թվականի համեմատ աճել է 0,7%-ով։ Դրամի արժեզրկումը կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի խոսքով Հայաստանում անշարժ գույքի գների վրա զգալի ազդեցություն չի ունեցել։ Նրա խոսքով փոխարժեքի տատանումները բավականին կարճ տևեցին, հետևաբար բնակարանների գների վրա ազդեցություն չի նկատվել։ Կոմիտեի նախագահը կանխատեսել է, որ 2015-ին նույնպես բնակարանների գների կտրուկ փոփոխություն չի լինի։ Շուկան ինքն է կարգավորում, այսօր առանց էլ բնակարաններ այդքան շատ չի վաճառվում, եթե մարդիկ, չգիտեմ, ուզում են վաճառել եւ այլն, նույնիսկ պատրաստ են զիջումների, այսինքն թանկացումներ ինձ թվում է չի լինի։
Առողջապահության նախարարության հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունները Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C-ով վարակվածության դեպքերի առիթով նաև քրեական գործ է հարուցված։ Առողջապահության փոխնախարարի տեղեկացմամբ արդեն իսկ պարզ է, որ այդ բժշկական կենտրոնում սանիտարական վարակազերծման նորմերը չեն պահպանվել։ Վիրաբուժական բաժանմունքից վերցված 60 նմուշից 13-ում շեղում է հայտնաբերվել։ Հիշեցնեմ, հեպատիտ C-ով վարակված բոլոր 8 քաղաքացիները նույն Քաջարանի բժշկական կենտրոնում վիրահատված անձինք են։ 14 թվականի բոլոր վիրահատված հիվանդները պետք է ուսումնասիրվեն։ Սա մեկ։ Ամբողջ անձնակազմը, որոնք շփում ունեն արյաներ, դրանք պետք է ուրեմն ենթարկվեն հետազոտությունների արյան առումով, որպեսզի մենք տեսնենք ուժ անձնակազմի մեջ հիվանդներ կան, թե չկան։ Տեղեկացնեմ, որ թեմային ավելի մանրամասն անդրադարձ կունենանք մեր կիրակնօրյա թողարկմանը։ Ավետիսյանների ընտանիքի սպանդը միայն Հայաստանի ողբերգություն չէ, այլև Ռուսաստանից ավն է այդ մասին Գյումրիում նշել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը։ Նրա գլխավորությամբ ռուսաստանցի պատգամավորների խումբը ռուսաստանյան օրենսդիրի ցավակցությունն է հայտնել Ավետիսյանների ընտանիքի հարազատներին եւ Հայաստանին։ Թող այս սարսափելի դեպքը երկու բարեկամ ազգերի բախման պատճառ չդառնա, նշել է Լեբեդևը։ Պատգամավորը նշել է, որ վերադառնալով Դումա իրենք կներկայացնեն 102-րդ ռազմաբազա միայն պայմանագրային զինծառայողներ ուղարկելու առաջարկը։ Вся наша делегация сюда приехала. Մենք ամբողջ պատվիրակությունով եկել ենք ցավակցելու այդ ընտանիքի Գյումրիի ամբողջ հայ ժողովրդի հետ համատեղ հավասարապես մեր երկրի վիշտն է։ Մենք առաջարկում ենք ստեղծել հայ-ռուսական պատգամավորական համատեղ հանձնաժողով, ոչ թե հետաքննությունը վերահսկելու, այլ ամբողջական ու մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով, վստահ լինելու, որ երկու կողմն էլ թափանցիկ ու օպերատիվ է աշխատում։ Բոլորս ենք հրաշալի հասկանում, որ այդ հանցագործը ստանալու է իր արժանի պատիժը, բայց մինչ այդ անհրաժեշտ է նաև հասկանալ այդ հանցագործության դրդապատճառն ու աղբյուրը։ Я был как раз на Дальнем Востоке, в Խաբարովսկե։ Ես Խաբարովսկում էի, երբ լուրը ստացանք, մեծականակ հայ համայնքի ու տեղի ռուսների հետ խորը ցավ ապրեցինք։ Սարսափելի վիշտ է, չէինք կարող չգալ, ներողություն չխնդրել, որ չկարողացանք այնպես հետևել, որ նա չգար, չհայտնվեր այստեղ։ Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ եւ մանրակրկիտ քննություն անցկացնել կատարվածի մանրամասները պարզելու համար։ Вы знаете, дело в том, что Մեր առաջարկը ներառելու է Ռուսաստանի տարածքից դուրս, այդ թվում 102-րդ ռազմակայան միայն պայմանագրային զինծառայողներ ուղարկելու դրույթը։ Նրանք պետք է լինեն հատուկ զինվորական, իրավաբանական եւ հոգեբանական պատրաստություն անցած մարդիկ, ովքեր կկարողանան պատվով ծառայել Ռուսաստանի տարածքից դուրս։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ եւ կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ համակարգի անցած տարվա օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։ Նա նշել է, որ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, ավազակության, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքերը։ 18%-ով աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը։ Առգրավել եւ բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 934 միավոր հրազեն։ Հունան Պողոսյանը նշել է, որ բացահայտման արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով՝ սպանության, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, ավազակության, կողոպուտի եւ այլ դեպքերով։ Հանցան գործած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառով նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը աճել է 81.6%-ով։ Համակարգին առնչվող խնդիրների եւ անելիքների մասին խոսել են փոխոստիկանապետեր Վարդան Եղիազարյանը, Սամվել Հովանիսյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը եւ ուրիշներ։ Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել կատարված աշխատանքը եւ ներկայացրել ոստիկանության այս տարվա գործունեության առաջնահերթությունները։ Հայտարարելու ենք ոստիկանության գործունեության կատարելագործման տարի, այսինքն այն ինչը ձեռք ենք բերել։ Պետք է կարողանանք իրացնել ճշմարիտ։ Այն ինչը ձեռք ենք բերել, պետք է դարձնել կատարյալ։ Մեր բոլոր թերություններով հանդերձ առաջընթաց կա։ Մեր հասարակությունը գնահատող հասարակությունը, մեր հասարակությունը ավանսով գնահատող հասարակությունը եւ հասարակության ճնշող մեծամասնությունը
առողջ մտածելակերպ ունեցող մարդիկ չեն կարող չտեսնել, չեն կարող չնկատել այն, ինչ որ դուք անում եք։ Լավ գործը միշտ տեսանելի է լինում։ Ժողովուրդը, քաղաքացին, մարդը մեծ հաշվով վստահում է եւ մեր կողքին է եւ ուրախանում է մեր հաջողություններով։ Դատաիրավական բարեփոխումների եւ Եվրամիություն Եվրախորհուրդ Հայաստան համատեղ ծրագրերի ֆինանսավորման շրջանակում Հայաստանի ողջ տարածքում ներդրվել է էլեկտրոնային նոտար համակարգը, որը թույլ կտա մատուցվող ծառայություններն իրականացնել առցանց եւ մեկ պատոհանի սկզբունքով։ Համակարգի առաջին գործնական կիրառությունը կատարվել էր 2012-ի երկրորդ եռամսյակում եւ մեկնարկից 6 ամիս անց այն գործարկվել է 10 նոտարական գրասենյակում։ Հայաստանի նոտարական պալատի նախագահ Ասմիկ Հարությունյանի խոսքով համակարգի օգնությամբ նոտարը հնարավորություն է ստանում նոտարական գործողությունների կատարման համար մի շարք փաստաթղթեր կամ տեղեկատվություն ստանալ անձամբ, առցանց եղանակով, զերծ պահելով դիմողին այլ մարմիններից լրացուցիչ փաստաթղթեր ստանալու պարտականությունից։ Բացի այդ, համակարգի միջոցով ստեղծվում է կապ նոտարի եւ համապատասխան պետական մարմինների միջև, ինչի շնորհիվ նոտարը անմիջապես գրասենյակից կկատարի իր գործառույթները էականորեն խնայելով հաճախորդի ժամանակը։ Նոտարական գրասենյակ կատարած այցելությունը բավարար է, որ քաղաքացին ստանա համապատասխան տեղեկանք, կնքի պայմանագրեր եւ այնուհետև ստանա իրավունքը հավաստող փաստաթուղթ, սեփականության վկայական, գրավի իրավունքի վկայական եւ այլ վկայականներ։ Եվ սա նպաստում է քաղաքացու ժամանակի խնայողությանը եւ թղթաբանության կրճատմանը։ Հայաստանը հստակ քայլ արեց եւ ձեռնամուխ եղավ նոտարական համակարգում էականորեն նոր որակապես նոտարիատ ստեղծելու, նոտար ունենալու աշխատանքներին։ Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների անմխիթար վիճակը շարունակում է լուսաբանվել 3 եւ այսօր լույս տեսած գերմանական թերթերի առաջին էջերին։ Թագես Ցայտունգ օրաթերթն իր այսօրվա համարում զետեղել է նախորդին Գերմանիայի կանցլերի նստավայրի մոտ Ալիևի ռեժիմի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի լուսանկարը, որին ըստ թերթի մասնակցում էին Ադրբեջանի եւ Բելարուսի ակտիվիստներ ու լրագրողներ։ Թերթը նշում է, որ Ադրբեջանի բանտերում շինծ ու մեղադրանքներով կա առնվազն 90 քաղբանտարկյալ մարդու իրավունքների պաշտպաններ, ընդդիմադիրներ, ընտրությունների դիտորդներ եւ լրագրողներ։ Ինչպես փակ դռների ներսում, այնպես էլ հրապարակայնորեն Մերկելը պետք է Ադրբեջանի նախագահից պահանջի դադարեցնել մարդու իրավունքների դեմ հարձակումները, պնդում էր Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչ Հյու Վիլյամսոնը։ Թագես Շպիգելն էլ գրել է, որ քննարկված տնտեսական թեմաներից բացի Գերմանիայի կանցլերն ադրբեջանցի հյուրին հիշեցրել է Եվրախորհրդին նրա անդամակցության եւ դրա հետևանքով իրավական պետության եւ ժողովրդավարության պահանջների նկատմամբ ստանձնած պարտավորությունների մասին։ Վաշինգտոնում Ադրբեջանի օգտին լոբիզմով զբաղվող Բրենդա Շաֆերին կրկին գամել են անարգանքի սյունին։ New Republic հանդեսի էջերին հոդվածագիրը նշում է, որ Շաֆերը ամերիկյան մամուլում տարակուսելի հայտարարություններ է կատարում Ադրբեջանի իբր արևմուտքի դաշնակիցը լինելու մասին։ Մասնավորապես, New York Times-ում նա գրել էր, թե իբր Ուկրաինայից հետո Ռուսաստանը ձեռնամուխ է լինելու Ադրբեջանի մասնատման ծրագրին, պահանջելով, որ արևմուտքն ուժեղացնի աջակցությունը Ադրբեջանին։ Թե ինչու պետք է Ռուսաստանը տարածքներ խլի հատկապես Ադրբեջանից ու ոչ թե ասենք Ղազախստանից, պարզ չէ։ Վերլուծաբանների մեծ մասը զարմացած օրորում է գլուխը լսելով Շաֆերի դատողությունները, գրել է լրագրող Քեյսի Միշելը։ Հեղինակը նշում է, որ Ադրբեջանի օգտին հոդվածներ տպելով Շաֆերը մշտապես խնամքով թաքցրել է փաստը, որ հանդիսանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության վճարովի խորհրդականը։ Ընդ որում, երբ այս մասին ուղղակի հարցրել են Շաֆերին, նա մշտապես տվել է խուսափողական եւ նույնիսկ անհեթեթ պատասխաններ։ Լրագրող Քեյսի Միշելի նման մի հարցինի պատասխան Շաֆերը հայտարարել է, թե իրեն չի հետաքրքրում լրագրողի կնոջ անունը, հետևաբար լրագրողին էլ չպետք է հետաքրքրի իր կապն Ադրբեջանի հետ։ Քեյսի Միշելը համարում է, որ ամերիկյան լրատվամիջոցն ու վերլուծական մարմինները պետք է խուսափեն գործակցել նման անձի հետ։
Սաուդյան Արաբիայում ստեքում են երկրի թագավոր Աբդուլլահ բեն Աբդելազիզ Ալ Սաուդի մահը, նա վախճանվել է 91 տարեկանում։ Դեռ դեկտեմբերի վերջին միապետը թոքաբորբ ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց։ Վերջին 4 տարիներին Աբդուլլահ թագավորը մի քանի անգամ ողնաշարի վիրահատության էր ենթարկվել եւ ամեն անգամ շշուկներ էին տարածվում նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման կամ մահվան մասին։ Այժմ, ինչպես ասում են, արքան մեռավ, կեցցե նոր արքան։ Երկրի գահն անցել է Աբդուլլահի կրտսեր եղբորը, 79-ամյա թագաժառանգ Սալման բին Աբդելազիզ Ալ Սաուդին։ Եղբոր հիվանդության շրջանում կառավարման սանձերն արդեն իսկ նրա ձեռքում էին։ Եմենում նախագահ Աբդռաբո Մանսուր Հադի և կառավարության հրաժարական լուրը բողոքի նոր ալիք է բարձրացրել, խորհրդարան նախագահի հրաժարականը դեռ չի ընդունել։ Հազարավոր մարդկանց վրդովել է փաստը, որ երկրի ղեկավարը տեղի է տվել շիա ապստամբների պահանջներին, որոնք վերջին օրերին գրավել էին նախագահական պալատը և գրեթե լիովին իրենց ձեռքը վերցրել մայրաքաղաք Սանայի հսկողությունը։ Ապստամբները պահանջում են ստեղծել կառավարող խորհուրդ, որի մեջ կմտնեն նաև իրենց ներկայացուցիչները։ Շիա խռովարարների դեմ դուրս եկած ցուցարարները պահանջել են հրաժարական ներկայացրած նախագահից պատասխանատվությունից չփախչել եւ ավարտին հասցնել իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը, իրենց կողմից խոստանալով կանգնել նրա կողքին։ Սոմալի մայրաքաղաք Մագադիշոյում թուրքական պատվիրակության դեմ հարձակում է տեղի ունեցել մահապարտահաբեկիչը պայթուցիկ նյութերով մեքենան պայթեցրել է այն հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առել թուրքական պատվիրակությունը։ Նրանցից ոչ ոք չի վնասվել, սակայն զոհվել է Սոմալիի 3 բնակիչ։ Մագադիշոյում ահաբեկությունը կատարվել է Սոմալի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցից առաջ։ Էրդողանը զարմանք է հայտնել, որ մահմեդականը մահմեդականի է սպանում, քանի որ իսլամը դա չի ընդունում։ Թուրքիայի նախագահի տրամաբանությամբ փաստորեն իսլամը թերևս ընդունում է, որ մահմեդականը քրիստոնյայի կամ այլ կրոն դավանողի հանդեպ թշնամանք է կատարում եւ սպանություն իրականացնում։ Դիտորդներն արձանագրել են, որ Դոնեցկում հանրային տրանսպորտի կանգառի ռմբակոծությունն իրականացվել է Կիևի հսկողության տակ գտնվող տիրույթից։ Միջադեպը, որ ընդվզում է առաջացրել խաղաղ բնակիչների շրջանում, ստիպել է աշխարհազորայիններին էլ ավելի սրել կենտրոնի հետ ռազմական հռետորաբանությունը։ Ահազանգող մի ուղերձ հնչել է Կրեմլի ղեկավարի կողմից։ Վլադիմիր Պուտինը կրկին կոչ արել Կիևին հետ քաշել զորքերը եւ կատարել պայմանավորվածությունները։ Ուկրաինական զարգացումներին հետևել է Լուսինե Կոշեցյանը։ Նախորդ օրը Դոնեցկում տեղի ունեցած արյունալի միջադեպն ավելի է շիկացրել առանց այդ էլ գերլարված մթնոլորտը Ուկրաինայի հարավ-արևելքում։ 3 ականանետային կրակի թիրախ էր դարձել տրոլեյբուսի կանգառներից մեկը, ինչի հետևանքով զոհվել էր 13 մարդ։ Այս անգամ եւս կատարվածի համար Կիևը եւ աշխարհազորայիններն սկսել են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել։ Ընդամենը րոպեներ հետո դեպքի վայր մեկնած ԵԱՀԿ մասնագետների կարծիքով գնդակոծությունը եղել է հյուսիս-արևմտյան կողմից, իսկ այդ կողմում գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը։ Միջադեպը զայրույթի նոր առիթ է դարձել բնակչության շրջանում, որոնք հարձակման վայր են տարել ուկրաինացի գերեվարված զինծառայողներին, որպեսզի սեփական աչքերով տեսնեն իրենց զինակիցների գործողությունների հետևանքները։ Ուկրաինայի հարավում իրավիճակի սրման հետ կապված այսօր անվտանգության նիստ է գումարել Ռուսաստանի նախագահ Պուտինը։ Նա մեղադրել է Ուկրաինայի ղեկավարությանը ինչպես հրադադարի պայմանները խախտելու, այնպես էլ Դոնբասում լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսելու համար։ Կրեմլի ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն այդպես էլ չի պատասխանել իր նամակին, որով առաջարկվում էր Կիևին ետ քաշել ծանր զենքն այնքան, որ հրետանու եւ համազարգային այլ զինատեսակների կրակը չհասնի բնակավայրերին։ К сожалению, мы не только не получили. Ցավոք մեր առաջարկին ոչ մի հստակ պատասխան չի տրվել։ Փոխարենը Կիևի իշխանությունը լայնածավալ գործողություն է սկսել շփման գծի գրեթե ամբողջ երկայնքով։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ թե հրետանին եւ թե ավիացիան կիրառվում են առանց ընտրության, հենց խիստ բնակեցված շրջաներում, եւ այդ ամենը տեղի է ունենում խաղաղության մասին քարոզչական կարգախոսների ուղեկցությամբ, ավելացրել է Պուտինը։ Результат. Հետևանքը տասնյակներով զոհեր եւ վիրավորներ, եւ դրանք ոչ միայն երկու կողմերի զինծառայողներ են, այլև որ ավելի ողբերգական են խաղաղ բնակիչներ, երեխաներ, կանայք եւ ծերեր։ Դոնեցկի դեպքի կապակցությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պահանջել է հայտնաբերել եւ պատժել մեղավորներին։ Միաժամանակ կազմակերպության ներկայացուցիչները հաղորդել են, որ ներ ուկրաինական դաշնամանքի զոհերի թիվը վերջին օրերին ավելի է մեծացել։
Հունվարի 13-ից հետո Ուկրաինայում զոհերի ընդհանուր թիվն արդեն 5000-ից անցնում է, բայց մենք երկյուղ ունենք, որ իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։ Միայն վերջին 9 օրում զոհվել է առնվազն 262 մարդ, այսինքն ամեն օր միջինը մոտ 30 մարդ։ Չնայած այս ամենին, Կիևը եւ աշխարհազորայիններն ամենևին էլ մտադիր չեն վերջ դնել կրակին։ Դոնեցկի ղեկավար Զախարչենկոն հայտարարել է, որ ուժայինների հետ հաշտության մասին այլևս չեն խոսի եւ կկռվեն այնքան, մինչեւ ետ բերեն ամբողջ Դոնեցկը։ Լուսինե Կոշեցյան, Առաջին ալիք։ Ֆրանսիական հեղինակավոր Լիստողի ամսագրի փետրվարյան համար լույս է տեսել հայեր 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը խորագրով 50 էջանոց ծավալում հոդվածաշարով։ Ամսագրի էջերում տեղ են գտել հայոց ցեղասպանության վերաբերյալ հետազոտողների եւ պատմաբանների հոդվածներ, որոնք ուղեկցված են ինֆոգրաֆիկայով եւ փաստավավերագրական կադրերով։ Ֆրանսիայի պատմաբան Ռայմոն Գևորգյանի «Մի բնաջնջման սցենար» խորագրով ծավալուն հոդվածը ներկայացնում է հայերի հանդեպ գործած ոչրի սցենարը փաստական վերլուծության ենթարկելով մտահղացման, ծրագրման, հրամանի, դրա իրականացման փուլերը, հետևանքները, ինչպես նաև հայերի ջարդի եւ տարհանման քարտեզը։ Ֆրանսիայի գիտահետազոտական ազգային կենտրոնի տնօրեն Ֆրանսուଆ Ժորժոնի հետ հարցազրույցում Լիստողին անդրադառնում է Օսմանյան կայսրությունում հայերի դերին մինչև ցեղասպանությունը։ Իսկ հայտնի ցեղասպանագետ Իվ Տերնոնի հետ հարցազրույցը նվիրված է 20-րդ դարի կեսերից սկսած սերունդներ անց հայոց ցեղասպանության հիշատակի զարթոնքին։ Հոդվածաշարը պարունակում է նաև հոդվածներ նվիրված աշխարհասփյուր հայության այսօրվա ձգտումներին, Ավանի սոցիալիստ գործիչ Ժան Ժորեսի գլխավորությամբ Ֆրանսիայի հայասերների շարժմանը, ինչպես նաև վերջին տարիներին ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնող թուրք մտավորականներին, ներառելով նաև Թաներ Աքչամի «Ինչու Թուրքիան չի բացում արխիվները» խորագրով հոդվածը։ Մեկ դար անց դարձյալ գաղթի ճամփեքով, բայց այս անգամ Սիրիայից ցեղասպանության տարիներին թուրքական կործանիչ մեքենայի ճիրաններից փրկված ավելի քան 1 տասնյակ ձեռագիր այսօր համալրել է հայության հոգևոր գանձարանի պայուսները։ Ռմբակոծությունների ու ավերածությունների ամենօրյա ականատես Հալեպահի մանկավարժը վախենալով հոգևոր ցրտից Մատենադարանին է նվիրաբերել տարագրության տարիներին հրաշքով փրկված արժեքավոր մատյաններ։ Նունե Ալեքսանյանն է պատմում։ Պատերազմական Հալեպից հայոց հոգևոր գանձարան, այս 14 հնատիպ գրքերն ու 1 ձեռագիր մատյանը Հալեպահայ Սոսեփ Արոնյանի նվիրատվությունն է Մատենադարանին։ Հալեպը չլքած հայուհին, նկատի ունենալով բոլոր այն վտանգները, որոնք սպառնում են Պարոնյանների ընտանեկան մասունքներին, պապենական անգին ժառանգությունը փոխանցել է Սփյուռքի նախարարությանը։ Նախարար Հրանուշ Հակոբյանն էլ այսօր հանդիսավորապես հավաքածուն հանձնում է միակ ճիշտ հասցեատիրոջը Մատենադարանին։ Սփյուռքի նախարարությունը սիրով այն ամենը փոխանցում է ի պահ մեր մայր ձեռագրապահոցին, մեր ինստիտուտին, որպեսզի մեր գիտնականները պարոն Թամրազյան հնարավորություն ունենան ուսումնասիրելու, ճշգրտելու, վերանորոգելու, վերակազմելու այն 14 գրքերն ու ձեռագիրը, որը ներկայացվում է Սոսեփ Արոնյանի կողմից։ Մեծարժեք գրքերը 18-րդ դարի 14 հնատիպերն ու 17-րդ դարի ձեռագիր Համայելը Սոսեփ Արոնյանի նախնիները Խարբերդից Հալեպ են տեղափոխել ճիշտ 100 տարի առաջ ցեղասպանության սահմռկեցուցիչ օրերին։ Այս ընտանիքում էլ կրկնվել է Մշոջ Առանդիրի եւ ցեղասպանությունից փրկված մյուս ազգային գանձերի պատմությունը։ Արոնյանները գրքերը փրկել են, ինչպես կփրկեին իրենց երեխաներին։ Հետո ընտանիքի մեծ մայրերը խնկարկել ու աղոթել են մասունքների առջև։ Հիմա 100-ամյակին ընթառաջ Սոսեն իրականացնում է ծնողների վաղեմի երազանքը։ 100-ամյակի սենին թող որցոնեն փրավոր ներնահատակներում անմահ իշադարգին։ Խոնք եւ աղոթք սիրելի ծնողքիս, թեև թուրքը փորձեց մեզ արմադախի դնել, բայց երբեք չվերցավ մեր սրդերեն հնաչնչել մեր մշակույթը։ Այսօրվանից Սոսեփ Արոնյանը համալրում է Մատենադարանի այն նվիրատուների ցանկը, ովքեր գնահատվել են Սուրբ Մեսրոպ Մաշտոց մեդալով։ Հրաչյա Թամրազյանը փաստում է, հենց նրանք են խորհրդանշում մեր ազգային հոգեկերտվածքը։ Սա է մեր հոգեկերտվածքը։ Այդպես ենք մենք ապրում եւ արարում։ Եվ այս նշանաբանով թող անցնի այս տարին, ժողովել եւ արարել, զորացնելով մեր սրբազան հիշողությունը, հանուն մեր Սուրբ նահատակած, հանուն անցավորած եւ ապրողած
եւ մեր հավերժական երթի։ Մեր խորին երախտագիտությունը մեր նվիրատուին Սոսե Պարոնյանին։ Մատենադարանում նաև լիահույս են, որ այս օրինակը վարակիչ կլինի Սփյուռքում եւ հայրենիքում ձեռագիր մատյանների պահապան ու սեփականատեր բոլոր ընտանիքների համար ապահով հանգրվան տալու մեր ազգային գանձերին։ Նոնե Ալեքսանյան, Հակոբ Թումանյան, Առաջին ալիք։ 108 գիտնական այսօր Հայօգնության ֆոնդից դրամաշնոր է ստացել։ Դրամաշնորի գումարը կազմում է մինչև $5,000։ Գիտնականների խմբերն այդ գումարներով հետազոտություններ կիրականացնեն կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, աստղագիտության, հայագիտության եւ այլ ոլորտներում։ Հիշեցնեմ, Հայօգնության ֆոնդի Հովանու ներքո գործող կրթության եւ գիտության հայկական ազգային հիմնադրամը դրամաշնորհները տրամադրում սկսած 2000 թվականից։ Ներկայացված 174 գիտական հայտերից այս տարի հաղթող է ճանաչվել 30 ծրագիր։ Դրանցից 19-ի խմբերի ղեկավարները մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ են։ Շատ պետք է կարևորենք Հայօգնության ֆոնդին, որը երկար տարիներ ուրեմն իրականացրել է Հայաստանում բազմաբնույթ ծրագրեր, որոնք որ էական նշանակություն ունեին, հատկապես մեր երկրի համար 90-ական թվականների սկզբներին, երբ մեր երկիրը ընդհանրապես ծանր իրավիճակում էր։ Արդեն 2 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետության նախագահի Հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր է, համատեղ գիտության կրթության հայկական ազգային հիմնադրամի հետ իրականացնում է այս դրամաշնորհային ծրագիրը եւ արդեն իսկ համաֆինանսավորման սկզբունքով 7 հայտ ֆինանսավորել է համայնքական երիտասարդական հիմնադրամի միջոցով եւ այս տարի եւս 2 հայտ ֆինանսավորեց։ Աբովյանի ծննդատանը վաղահաս կամ որոշակի խնդիրներով ծնված փոքրիկների մայրերը իրենց նորածիների առողջության համար կարող են հանգիստ լինել։ Vivassal MTS-ի եւ Birthlink-ի գործակցության արդյունքում Աբովյանի ծննդատունը վերազինվել է նորածնի առաջնային խնամքի համար անհրաժեշտ ժամանակակից բույժ սարքավորումներով։ Երակային ներարկման պոմպ, շնչառական ֆունկցիայի կարգավորման, թթվածնային թերապիայի, դեղնախտի վերահսկման սարքեր, որոնցից հատկանշական է վաղահաս ծնված երեխայի մարմնի ջերմաստիճանը կարգավորող սարքավորում։ 2008 թվականից Կարմիր օպերատորը հատկացրել է 535 միլիոն դրամ, ապահովելով Հայաստանի 8 մարզի 38 նորածնային բաժանմունքի անհրաժեշտ սարքավորումներով։ Մարզերում ոչ բավարար քաշով ծնված կամ առողջական այլ խնդիրներ ունեցող փոքրիկներին կցուցաբերվի առաջնային կենսական օգնություն, իսկ շատ դեպքերում կնվազեցվի երեխաներին մարզերից Երևան տեղափոխելու անհրաժեշտությունը։ Ծրագիրը կլինի շարունակական, մինչև հայաստանյան ծննդատներում վերանա դրա անհրաժեշտությունը։ Այս ծրագիրը արդեն անցել է ճանապարհ, 7 տարվա ճանապարհ եւ իր նպատակը ավելի բարելավել, ավելի բարձրացնել մակարդակը խնամքի նորածին երեխաների խնամքին եւ կարծում եմ 7 տարվա ընթացքում վիճակագրական տվյալները ապացուցում են, գանվար ապացուցեն, որ այս ծրագիրը հաջողակ ծրագիր է։ Տրված սարքավորումների մեջ ամենագլխավորը թերևս վերակենդանացման սեղանն է, որ ունի շատ ճշգրիտ ջերուցող սարք եւ բուժաշխատողների պատվերով կարող է երեխայի ջերմաստիճանը հասցնել եւ պահպանել ցանկալի ջերմաստիճանի, այն է 36.8-ից 37 աստիճան։ Սարքավորումը նախատեսված է հիվանդ նորածինների համար, այն իր մեջ ներառում է մի քանի տարբեր տեսակի սարքավորումներ, այսինքն բժշկի ձեռքի տակ գտնվում են այն բոլոր հնարքները, որով ինքը պետք է իրականացնի այդ նորածնի բուժօգնությունը։ Լրազամերում սպառվեց տաղավարում Աբրահամ Գասպարյանն էր, բարին ընձեզ։